Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է։ Ավելի կոնկրետ, երկար սպասված կիսաեզրափակիչ։ Այսօր մեր հետ խաղում են Բեսարաբիայի հայտնի ուրվականներ եւ 3+2 թիմերը։ Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, բայց եւս մեկ անգամ ես կհնչեցնեմ խաղի կանոնները։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում են 2 թիմ։ Տրվում են հարցեր, հարցերի համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ 2 անգամ լսելու եք ձայնային ազդանշան, 1 անգամը 10 վայրկյան մնացած եւ 1 անգամը րոպեն ավարտվելուց հետո։ Առաջին ձայնային ազդանշանից հետո ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը պետք է գրեք գրատախտակին։ Եթե պատասխանը գրում եք րոպեն անցնելուց հետո, ապա եթե նույնիսկ այդ պատասխանը ճիշտ է լինում, ես այն չեմ ընդունում։ Գրատախտակի վրա գրված պատասխանը եւ բանավոր պատասխանը, եթե տարբերվում են իրարից, ապա ընդունելի պատասխան եմ համարում գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը կորցնում է 1 խաղացող, թե ինչպես, գիտենք, վիճակահանության միջոցով։ Մեկ անգամ թիմի ավագը ունի վետոից օգտվելու իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ես նորից կազմակերպում եմ վիճակահանություն։ Վետոից չօգտվելու դեպքում, եթե թիմի ավագը չի օգտվում վետոից, վետոյի իրավունքը անցնում է ողջ թիմին։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Սրանք ընդհանուր խաղի կանոնների մասին։ Կիսաեզրափակչում հաղթած թիմը խաղալու է եզրափակչում առաջին տեղի համար, պարտված թիմը խաղալու է 3-րդ տեղի համար։ Այժմ ներկայացնեմ թիմերին։ Սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից։ Լալայն Էրիկ, Մինասյան Աննա, Տերտերյան Միքայել, Լալայն Տիգրան, Հայրապետյան Ֆլորա, 3+2 Եսայան Անուշ, Գրիգորյան Արմենուհի, Շահրամանյան Անուշ, Դոլուխանյան Վլադիմիր, եւ Ահարոնյան Վահրամ։ Սիրելի գիտակներ, հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանգևի հերթական հաջող դասախոսությունից հետո ակադեմիայի նախագահը մոտեցավ նրան եւ շնորհավորելուց հետո հարցրեց, թե ինչու էր Լանգևինը ամբողջ դասախոսության ընթացքում նայում նրան։ Որն է ուսուցման հաջողությունը ըստ Լանգևինի։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանգևինի հերթական հաջող դասախոսությունից հետո ակադեմիայի նախագահը մոտեցավ նրան եւ շնորհավորելուց հետո հարցրեց, թե ինչու էր Լանգևինը ամբողջ դասախոսության ընթացքում նայում նրան։ Որն էր ուսուցման հաջողությունը ըստ Լանգևինի։ Նրանը կոնկրետ հարցնողը չէ։ Այո։ Հարցնողն է իշում։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանգևինի հերթական հաջող դասախոսությունից հետո ակադեմիայի նախագահը մոտեցավ նրան եւ շնորհավորելուց հետո հարցրեց, թե ինչու էր Լանգևինը ամբողջ դասախոսության ընթացքում նայում նրան։ Որն էր ուսուցման հաջողությունն ըստ Լանգևինի։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Ի սկզբանե 3+2-ի պատասխանը չենք ընդունում, որտեղ գրվել է րոպեն ավարտվելուց հետո։ Լսում ենք Բեսարաբիայի հայտնի ուրվականների։ Ըստ մեզ ուսուցիչը գիտնականը նայում էր ամենաշատը նրան, ով ամենակիչն էր հասկանում։ Նայում էր այդ մարդին ու հասկանում, որ ամենակիչն է հասկանում։
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայում ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Լանգևինի հերթական հաջող դասախոսությունից հետո ակադեմիայի նախագահը մոտեցավ նրան եւ շնորհավորելուց հետո հարցրեց, թե ինչու էր Լանգևինը ամբողջ դասախոսության ընթացքում նայում նրան, որն էր ուսուցման հաջողությունն ըստ Լանգևինի։ Դասախոսության ժամանակ նայել ամենահիմարի դեմքին եւ բացատրել միջևոյն պարզ դառնա 1-0։ Հայրապետյան Ֆլորան է խաղալուքում։ Խաղի հաշիվն է 1-0, ուշադրություն հարցը։ Երբ հնդիկ իմաստուն Բոդհիդհարման որոշեց իրավահաջորդ ընտրել իր աշակերտներից, նա նրանց հարցրեց. որն է իմաստության էությունը։ Ինչ պատասխանեց այդ հարցին այն աշակերտը, ով արդյունքում դարձավ այդ իրավահաջորդը։ Երբ հնդիկ իմաստուն Բոդհիդհարման որոշեց իրավահաջորդ ընտրել իր աշակերտներից, նա նրանց հարցրեց. որն է իմաստության էությունը։ Ինչ պատասխանեց այդ հարցին այն աշակերտը, ով արդյունքում դարձավ այդ իրավահաջորդը։ Տասվարկյան։ Ժամանակ։ Այդպես ընդունելի է։ Խնդրեմ սիրելի 3+2։ Ըստ մեզ իմաստության էությունը սովորել ամբողջ կյանքի ընթացքում։ Սովորել ամբողջ կյանքի ընթացքում։ Ըստ մեզ տալ ճիշտ հարցեր։ Տալ ճիշտ հարցեր։ Երբ հնդիկ իմաստուն Բոդհիդհարման որոշեց իրավահաջորդ ընտրել իր աշակերտներից, նա նրանց հարցրեց, որն է իմաստության էությունը։ Ինչ պատասխանեց այդ հարցին այն աշակերտը, ով արդյունքում դարձավ այդ իրավահաջորդը։ Բոդհիդհարմային իրավահաջորդը դարձավ այն աշակերտը, ով պատասխանեց չգիտեմ։ Խաղի հաշիվն է 1-0 եւ մենք շարունակում ենք։ Նկարով հարց։ Նման անցքերով քարե սկավառակներ կարելի է տեսնել Յապ կղզիների, բնակիչների, խրճիթների մուտքի մոտ։ Սկավառակների չափերը տատանվում են 5 սանտիմետրից մինչև 3.5 մետր տրամագծի սահմաններում։ Ինչի համար են դրանք անհրաժեշտ։ Նման անցքերով քարե սկավառակներ կարելի է տեսնել Յապ կղզիների, բնակիչների, խրճիթների մուտքի մոտ։ Սկավառակների չափերը տատանվում են 5 սանտիմետրից մինչև 3.5 մետր տրամագծի սահմաններում։ Ինչի համար են դրանք անհրաժեշտ։ Ինչի համար են դրանք անհրաժեշտ։ Տասվարկը։ Ժամանակ։ Այս անգամ սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից։ Ձեր պատասխանը։ Ըստ մեզ ժամանակը իմանալու համար։ Ժամանակը իմանալու համար։ Մեր պարագայում միգուցե տարօրինակ թվա, բայց ենթադրում ենք թակարդ, որպես կենդաներ որսալու համար, չգիտեմ։ Այո։ Կոլորով կենդաներ որսալու համար։ Լավ։ Այո, հասկանալի է, ձեր տրամաբանությունը հասկանալի է։ Նման անցքերով քարե սկավառակներ կարելի է տեսնել Յապ կղզիների, բնակիչների, խրճիթների մուտքի մոտ։ Սկավառակների չափերը տատանվում են 5 սանտիմետրից մինչև 3.5 մետր տրամագծի սահմաններում։ Ինչի համար են դրանք անհրաժեշտ։ Այդ սկավառակները կոչվում են ռայի քարեր։ Տեղի բնակիչները դրանք օգտագործել են որպես փող։ Ամեն քար ուներ իր ծագման պատմությունը եւ որքան հետաքրքիր էր պատմությունը, այն ավելի արժեքավոր էր
դառնում։ Խաղի հաշիվը չի փոխվել 1-0 ուշադրություն հարց։ Ֆրանսիացի մարդաբան Լևի Բրյուլը այն անվանել է վայրենիի աստվածաշունչ։ Բորխեսը այն համարում է արվեստի առաջին ձևը։ Իսկ տիբետյան բուդդիզմում դրան վերաբերվում են որպես գիշերային աշխատանք։ Անվանեք այն։ Ֆրանսիացի մարդաբան Լևի Բրոյլը այն անվանել է վայրենիի աստվածաշունչ։ Բորխեսը այն համարում էր արվեստի առաջին ձևը։ Իսկ տիբետյան բուդդիզմում դրան վերաբերվում են որպես գիշերային աշխատանք։ Անվանեք։ Բայց կարելի է լինեին։ Բայց դու չտոշաչի դիպենի։ Չէ, դու ինչ արվեստի առաջին ձևը։ Տասավարկեմ։ Ժամանակ։ Սիրելի 3+2։ Խնդրում եմ 10 վայրկյանը ավարտվելու ժամանակ արդեն ավարտած լինեք գրելը։ Այս անգամ եմ ընդունում, որտեղ արդեն վերջի բառն եք գրել 10 վայրկյանի ավարտից հետո։ Բայց խաղի կանոնները այդպես են պահանջում։ Ձեզնից էլ սկսենք։ Խնդրեմ, ձեր պատասխանը։ Գիշերային երկինք։ Գիշերային երկինք։ Ըստ մեզ չորնի կվադրատ։ Չորնի կվադրատ։ Ֆրանսիացի մարդաբան Լևի Բրոյլը այն անվանել է վայրենիի աստվածաշունչ։ Բորխեսը այն համարում էր արվեստի առաջին ձևը։ Իսկ տիբետյան բուդդիզմում դրան վերաբերվում են որպես գիշերային աշխատանք։ Խոսքը երազների մասին է։ Խաղի հաշիվը չի փոխվել, մենք շարունակում ենք։ Ուշադրություն հարց։ 1996 թվականին Նոր Զելանդիայում ալյումինի խոշոր ձուլարանի արտադրությունը 1 օրով դադարեց, ինչի հետևանքով այրվեցին էլեկտրոլիզի 5 կայաններ։ Կորուստը կազմել էր ավելի քան 500,000 ֆունտ ստերլինգ։ Ուշադրություն հարցը։ Ինչը հաշվի չէր առել գործարանի ղեկավարը համակարգչի ծրագրում։ Կարծում եմ նորից։ 1996 թվականին Նոր Զելանդիայում ալյումինի խոշոր ձուլարանի արտադրությունը 1 օրով դադարեց, ինչի հետևանքով այրվեցին էլեկտրոլիզի 5 կայաններ։ Կորուստը կազմել էր ավելի քան 500,000 ֆունտ ստերլինգ։ Ուշադրություն հարցը։ Ինչը հաշվի չէր առնվել գործարանի ղեկավարի համակարգչի ծրագրում։ Ինչը հաշվի չէր առնվել գործարանի ղեկավարի համակարգչի ծրագրում։ Երկու ունեք պատասխան։ Շատ լավ։ Սկսենք, ժամանակն էլ ավարտվեց, սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից։ Նա հաշվի չի առել, որ այդ տարին փետրվարը 29 օր ունի, այսինքն նա հաշվի չի առել փետրվարի 29։ Ձեր պատասխանը պարզ է։ Էլեկտրականության գրաֆիկ։ Էլեկտրականության գրաֆիկ։ 1996 թվականին Նոր Զելանդիան չէր գտնվում շրջափակման մեջ եւ էլեկտրականության այդ խնդիրներ չուներ։ 1996 թվականին Նոր Զելանդիայում ալյումինի խոշոր գործարանի արտադրությունը 1 օրով դադարեց, ինչի հետևանքով այրվեցին էլեկտրոլիզի 5 կայաններ։ Կորուստը կազմել էր ավելի քան 500,000 ֆունտ ստերլինգ, ինչը հաշվի չէր առել գործարանի ղեկավարի համակարգչի ծրագրում։ Նահանջ տարին, այո, փետրվարի 29-ը, 2-0։ Խաղի հաշիվն է 2-0, խաղը լքում է։ Լքում է, ճղվում է։ Լալայն Էրիկը։ Ուզում չէ, պես։ Վետո։ Վետո։ Լալայն Էրիկը օգտվեց վետոից եւ խաղը լքում է Տերտերյա Միքայելը։ Խաղի հաշիվն է 2-0, միածափահարենք միմյանց։
Ուշադրություն հարց։ Դանիել Էվերեթը գրում է, որ Ամազոնում, որտեղ շատ մարդիկ ապրում են նավակների վրա, ընդունված է ծափ տալ, եթե ցանկանում եք անել դա։ Բայց որն հասկանալի պատճառով չեք կարող։ Ինչի մասին է խոսքը։ Դանիել Էվերեթը գրում է, որ Ամազոնում, որտեղ շատ մարդիկ ապրում են նավակների վրա, ընդունված է ծափ տալ, եթե ցանկանում եք անել դա։ Բայց որն հասկանալի պատճառով չեք կարող։ Ինչի մասին է խոսքը։ Տասվարկյան։ Ժամանակ։ Սկսենք 3+2 թիմից, խնդրեմ։ Մտնել գետը կամ լողանալ։ Պարզ է ձեր պատասխանը։ Ըստ մեզ դատ սիգնալ, այսինքն պիպ վեր մաշին կամ։ Հասկացա, ձեր պատասխանը նույնպես պարզ է։ Դանիել Էվերեթը գրում է, որ Ամազոնում, որտեղ շատ մարդիկ ապրում են նավակների վրա, ընդունված է ծափ տալ, եթե ցանկանում եք անել դա։ Բայց որն հասկանալի պատճառով չեք կարող։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը թակել դուռը։ Դրա մասին է, եթե դուք գնում եք ուրիշի տուն եւ ցանկանում եք զրուցել տիրոջ հետ, քաղաքավարի կլինի դուռը թակել, բայց նավակը դուռ չունի, փոխարենը ընդունված է ծափ տալ։ Ճիշտ պատասխան չունենք։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ Վերջին տարիներին Եվրոպայում մեծ տարածում է գտել պատվերով պատրաստված ամուսնական մատանիները։ Բոլոր այդ տեսակի մատանիների վրա նախշերը նման են, բայց ոչ նույնատեսակ։ Ինչ է նշանակում այդ նախշերը։ Վերջին տարիներին Եվրոպայում մեծ տարածում են գտել պատվերով պատրաստված ամուսնական մատանիները։ Բոլոր այդ տեսակի մատանիների վրա նախշերը նման են, բայց ոչ նույնատեսակ։ Ինչ են նշանակում այդ նախշերը։ Տասվարկյան։ Ժամանակ։ Սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից, խնդրեմ։ Ըստ մեզ այդ մարդկանց ձայներն է, զվուկավոյ դարոշկան է, որտեղ մեկը ասում է կդառնաս իմ կինը, մյուսն ասում է ես, այո։ Մյուսն ասում է այո։ Հա։ Marry me, yes։ Ձեր պատասխանը պարզ է։ Խնդրեմ։ Մենք սրտի աշխատանքը կամ ռիթմը։ Ձեր պատասխանը նույնպես պարզ է։ Վերջին տարիներին Եվրոպայում մեծ տարածում են գտել պատվերով պատրաստված ամուսնական մատանիները։ Բոլոր այդ տեսակի մատանիների վրա նախշերը նման են, բայց ոչ նույնատեսակ։ Ինչ է նշանակում այդ նախշերը։ Սրանք հարսի եւ փեսայի կողմից հնչեցրած համաձայն է մարտահայտության ձայների ձայնագրման տատանումներն են 3-0։ Լալայն Տիգրան, մոտիկ էր, բայց ոչ չկպավ։ Խաղի հաշիվն է 3-0, ուշադրություն հարց։ Նախկինում կյանքի տևողությունը շատ ավելի կարճ էր։ Հին Հռոմում օրինակ 40 տարեկանից բարձր մարդուն արդեն անվանում էին ծերուկ, իսկ 60 տարեկանից բարձր մարդուն դոպոն
տանուս, որը նշանակում է մարդ, որը պիտանի է միայն ինչի համար։ Ինչի համար է պիտանի նա, ով ծերերից մեծ էր։ Նախկինում կյանքի տևողությունը շատ ավելի կարճ էր։ Հին Հռոմում օրինակ 40 տարեկանից բարձր մարդուն արդեն անվանում էին ծերուկ, իսկ 60 տարեկանից բարձր մարդուն դոպոնտանուս, որը նշանակում է մարդ, որը պիտանի է միայն ինչի համար է պիտանի նա, ով ծերերից մեծ էր։ Да бас не факт така не тарекан, но така иска се харцето. Տասվարկան։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Խորհուրդ տալու համար։ Մեռնելու համար։ Նախկինում կյանքի տևողությունը շատ ավելի կարճ էր։ Հին Հռոմում օրինակ 40 տարեկանից բարձր մարդուն արդեն անվանում էին ծերուկ, իսկ 60 տարեկանից բարձր մարդուն դոպոնտանուս, որը նշանակում էր մարդ, որը պիտանի է միայն զոհաբերության համար։ 3-0, մենք շարունակում ենք։ Հարավային Կորեայի իշխանությունները իրենց կարծիքով արդյունավետ միջոց են գտել ագրեսիվ ցուցարարներին հանգստացնելու համար։ Այդ նպատակով հանրահավաքների անցկացման վայրերում տեղադրվում էր ծալովի սեղաններ, որտեղ հերթապահում են բժշկական ուսանողները եւ հիվանդանոցների կրտսեր բուժանձնակազմը, առաջարկելով անվճար սպասարկում, որ գործողությունն է մտնում նրանց պարտականությունների մեջ։ Հարավային Կորեայի իշխանությունները իրենց կարծիքով արդյունավետ միջոց են գտել ագրեսիվ ցուցարարներին հանգստացնելու համար։ Այդ նպատակով հանրահավաքների անցկացման վայրերում տեղադրվում էին ծալովի սեղաններ, որտեղ հերթապահում են բժշկական ուսանողները եւ հիվանդանոցների կրտսեր բուժանձնակազմը, առաջարկելով անվճար սպասարկում, որ գործողությունն է մտնում նրանց պարտականությունների մեջ։ Որ գործողությունն է մտնում նրանց պարտականությունների մեջ։ Տասվարկյան հստակ կոնկրետ գործողություն։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Ճնշումը չափել։ Մերսում անել։ Հարավային Կորեայի իշխանությունները իրենց կարծիքով արդյունավետ միջոց են գտել ագրեսիվ ցուցարարներին հանգստացնելու համար։ Այդ նպատակով հանրահավաքների անցկացման վայրում տեղադրվում էր ծալովի սեղաններ, որտեղ հերթապահում են բժշկական ուսանողները եւ հիվանդանոցների կրտսեր բուժանձնակազմը, առաջարկելով անվճար սպասարկում։ Նրանք ճնշում էին չափում 3-1։ Կեսային անուշն է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 3-1, ուշադրություն հարցը։ Թեյի արարողությունը հիմնված է 4 սկզբունքների վրա։ Ներդաշնակություն, մարդու միասնություն բնության հետ, հարգանք, բոլոր մասնակիցների հավասարություն, միմյանց նկատմամբ, հարգանքի դրսևորում, մաքրություն, մաքրում գեղեցիկի հետ շփման միջոցով։ Եթե հիշում եք, որ թեյի արարողությունը սկիզբ է առնում մեդիտացիայի ժամանակ թեյ խմելու սովորույթից, ապա պատասխանեք, թե որն է թեյի արարողության 4-րդ սկզբունքը։ Թեյի արարողությունը հիմնված է 4 սկզբունքների վրա. ներդաշնակություն, մարդու միասնություն բնության հետ, հարգանք, բոլոր մասնակիցների հավասարություն, միմյանց նկատմամբ հարգանքի դրսևորում, մաքրություն,
մաքրում գեղեցիկի հետ շփման միջոցով։ Եթե հիշում եք, որ թեյի արարողությունը սկիզբ է առնում մեդիտացիայի ժամանակ թեյ խմելու սովորույթից, ապա պատասխանեք, թե որն է թեյի արարողության 4-րդ սկզբունքը։ Տասը որն էր թեյի արարողության 4-րդ սկզբունքը։ Ժամանակ։ Այս անգամ սկսենք Բեսարաբիայի ուրվականներից։ Լռությունը, հանգստություն, նիրվանայի վիճակ։ Նիրվանայի վիճակ, հանգստություն։ Թեյի արարողությունը հիմնված է 4 սկզբունքների վրա. ներդաշնակություն, մարդու միասնություն բնության հետ, հարգանք, բոլոր մասնակիցների հավասարություն միմյանց նկատմամբ, հարգանքի դրսևորում, մաքրություն, մաքրում գեղեցիկի հետ շփման միջոցով։ Եթե հիշում եք, որ թեյի արարողությունը սկիզբ է առնում մեդիտացիայի ժամանակ թեյ խմելու սովորույթից, ապա պատասխանեք, թե որն է թեյի արարողության 4-րդ սկզբունքը։ Խոսքն իհարկե լռության մասին է, 4-1։ Լալայներիկ։ Խաղաշիվն է 4-1 ուշադրություն հարց։ Խնայիր թուղթը փրկիր մոլորակը։ Սոցիալական ակցիայի շրջանակներում դիզայներական գործակալությունը պատրաստել է դիսպենսերներ մեկանգամյա օգտագործման սրբիչների համար, որոնց բեռնման մակարդակի ցուցիչը պատրաստված է դրա տեսքով։ Անվանեք այն 2 բառով։ Անվանեք այն 2 բառով։ Ունեք 2 ստել պատասխան։ Ունեք, ժամանակը ավելորդ չենք ծախսում։ Սկսենք 3+2-ից։ Հատվող ծառի տեսքով։ Հատվող ծառի տեսքով։ Ծառի բնի տեսքով։ Ծառի բնի տեսքով։ Խնայիր թուղթը փրկիր մոլորակը սոցիալական ակցիայի շրջանակներում դիզայներական գործակալությունը պատրաստել է դիսպենսերներ մեկանգամյա օգտագործման սրբիչների համար, որոնց բեռնման մակարդակի ցուցիչը պատրաստված էր դրա տեսքով։ Անվանեք այն 2 բառով։ Հարավային Ամերիկա։ Ինչպես գիտենք, Հարավային Ամերիկան դեռևս ամենականաչ մայրցամաքն է։ Գովազդում օգտագործում են կանաչ սրբիչներ, որոնց աստիճանական նվազումը գունավորում է Հարավային Ամերիկան սև գույնով։ Ուշադրություն հարցը։ Դրա գինը մեծածախ շուկայում մեծապես կախված է եղանակից եւ օրվա ժամից։ Օրինակ, Բրիտանիայում ցուրտ օրերին այն սովորաբար ավելի թանկ է, իսկ քամոտ օրերին, ինչը միանգամայն տրամաբանական է, ավելի էժան է։ Ենթադրվում է, որ Բրիտանիայում դրա գինը հասնում է իր գագաթնակետին երեկոյան ժամը 5-ին։ Անվանեք այն 2 բառով։ Հարցը կարդում եմ նորից։ Դրա գինը մեծածախ շուկայում մեծապես կախված է եղանակից եւ օրվա ժամից։ Օրինակ, Բրիտանիայում ցուրտ օրերին այն սովորաբար ավելի թանկ է, իսկ քամոտ օրերին, ինչը միանգամայն տրամաբանական է, ավելի էժան է։ Ենթադրվում է, որ Բրիտանիայում դրա գինը հասնում է իր գագաթնակետին երեկոյան ժամը 5-ին։ Անվանեք այն 2 բառով։ Իտալիայում թե Բրիտանիայում։ Բրիտանիայում։ Երկու բառով 10 վայրկյան։ Ժամանակ։ Սկսենք Բեսարաբիայի հայտնի ուրվականներից։ Երկհարկանի տոմս։ Երկհարկանի տոմս։ Պարզ է ձեր պատասխանը։ Տաք թեյ։ Տաք թեյ։ Դրա գինը մեծածախ շուկայում մեծապես կախված է եղանակից եւ օրվա ժամից։ Օրինակ, Բրիտանիայում ցուրտ օրերին այն սովորաբար ավելի թանկ է, իսկ քամոտ օրերին, ինչը միանգամայն տրամաբանական է, ավելի էժան։ Ենթադրվում է, որ Բրիտանիայում դրա գինը հասնում է իր գագաթնակետին երեկոյան ժամը 5-ին։ Խոսքը էլեկտրական էներգիայի մասին է։
էլեկտրաէներգիայի գինը թեև հաստատված է առանձին սպառողների համար, սակայն մեծածախ շուկայում մեծապես տարբերվում են, մասնավորապես գներն ընկնում են այն օրերին, երբ հողմակայանների կողմից արտադրված մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիայի մտնում շուկա։ Ուշադրություն, հարցը։ 2010 թվականին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիդ Մյուլլերը զավեշտալի վնասվածք է ստացել։ Ինչպես է նա կոտրել ատամի մի մասը։ Երկու թիմերն էլ պատասխան ունեն։ Շատ լավ։ Սկսենք այս անգամ 3+2-ից։ Խնդրեմ։ Մեդալը կծելով։ Ձեր պատասխանը պարզ է։ Մեդալը հարվածելով ատամին։ Մեդալը հարվածելով ատամին։ Ձեր պատասխանը նույնպես պարզ է։ 2010 թվականին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալագիր Դեյվիդ Մյուլլերը զավեշտալի վնասվածք է ստացել։ Ինչպես է նա կոտրել ատամի մասը։ Օլիմպիական մեդալը կծելով։ 4-2։ Դոլուխանյան Վլադիմիր։ Ինչ ենք անում։ Օգտվում ենք վետո իրավունքից։ Շահրամանյան Անուշն է խաղալուքում։ Խաղի հաշիվն է 4-2, ուշադրություն հարց։ Հին ժամանակներից կաղնին եղել է ուժի խորհրդանիշը։ Նարգիզը ինքնասիրահարվածության, բռնչենին աղջկա գեղեցկության, արոսենին կնոջ դառճակատագրի, իսկ որն էր հավատարմության խորհրդանիշը։ Կրկնեմ, հին ժամանակներից կաղնին եղել է ուժի խորհրդանիշը, նարգիզը ինքնասիրահարվածության, բռնչենին աղջկա գեղեցկության, արոսենին կնոջ դառճակատագրի, իսկ որն էր հավատարմության խորհրդանիշը։ Հասվեք եմ։ Ժամանակ։ Խնդրեմ։ Եղավնի։ Եղևնին։ Բարթի։ Բարթին։ Խոսքը անմոռուկի մասին է։ Պատասխանից էլ իդեպ պարզ է։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարց։ Ֆարերեն եւ իսլանդերեն լեզուներում, որոնք պահպանվել են արխաիզմը, լեյդա նշանակում է նավի ուղին գծել, ձեռքից բռնած տանել։ Ինչն էին նորմանները կոչում լեյդար հատուկ անունով։ Հարցը կարդում եմ նորից։ Ֆարերեն եւ իսլանդերեն լեզուներում, որոնք պահպանվել են արխաիզմը, լեյդա նշանակում է նավի ուղին գծել, ձեռքից բռնած տանել։ Ինչն էին նորմանները կոչում լեյդար հատուկ անունով։ Լեյդա նշանակում է նավի ուղին գծել, ձեռքից բռնած տանել։ Ինչն էին նորմանները կոչում լեյդար հատուկ անունով։ 10 վայրկյան։
Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Տարօրինակ է իհարկե, բայց նավապետ։ Նավապետ։ Աստված։ Աստված։ Խոսքը բևեռային աստղի մասին է։ Ուշադրություն հարցը։ Մեզանից շատերը պարբերաբար օգտվում են դրանից եւ առանց դրա դժվար է պատկերացնել մեր քաղաքների փողոցները։ Իսկ ահա Ռիադի փողոցներում դժվար թե դրանից տեսնես, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է ոչ թե երկրի հետամնացության, այլ նրա բնակիչների բարեկեցության նշան։ Անվանեք այն։ Մեզանից շատերը պարբերաբար օգտվում են դրանից եւ առանց դրա դժվար է պատկերացնել մեր քաղաքների փողոցները։ Իսկ ահա Ռիադի փողոցներում դժվար թե դրանից տեսնես, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է ոչ թե երկրի հետամնացության, այլ նրա բնակիչների բարեկեցության նշան։ Անվանեք այն։ Անվանեք այն։ Տասվարկյան։ Ունենք պատասխան։ Շատ լավ։ Սկսենք 3+2-ից։ Ցայտաղբյուր։ Հետիոտների համար զեբրան։ Հետիոտների համար անցում։ Անցում։ Խոսքը հասարակական տրանսպորտի մասին է։ Նույնպես ճիշտ պատասխան չունենք։ Ուշադրություն հարցը։ Հայտնի է, որ եթե վերցնենք կապույտն ու դեղինը եւ դրանք խառնենք, կստանանք կանաչ գույն։ Կարելի է գտնել եւս մի քանի նմանատիպ օրինակներ։ 2273 թվականին, եթե հավատանք Նոստրադամուսին, տեղի կունենա դրանց վերջնական խառնումը։ Անվանեք դրանք մեկ բառով։ Հայտնի է, որ եթե վերցնենք կապույտն ու դեղինը եւ դրանք խառնենք, կստանանք կանաչ գույն։ Կարելի է գտնել եւս մի քանի նմանատիպ օրինակներ։ 2273 թվականին, եթե հավատանք Նոստրադամուսին, տեղի կունենա դրանց վերջնական խառնումը։ Անվանեք դրանք մեկ բառով։ Տասվարկեմ։ Ժամանակ։ Սկսենք ձեզնից 3+2։ Կարծում եք Ծիածան։ Ապոկալիպսիս։ Ապոկալիպսիս։ Խոսքը ռասանների մասին է։ Ուշադրություն հարց։ Ըստ կատակի անեկդոտի, երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին հարցրել են, թե ինչ գիտի X-ի մասին, նա պատասխանել է, որ X-ն հարավ-արևելյան նահանգներից մեկն է։ Իրականում X բառը գալիս է Քենիայում տարածված դոհոլո լեզվից, որ բառն է փոխարինվել X-ով։ Ըստ կատակի անեկդոտ, երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին հարցրել են, թե ինչ գիտի X-ի մասին, նա պատասխանել է, որ X-ն հարավ-արևելյան նահանգներից մեկն է։ Իրականում X բառը գալիս է Քենիայում տարածված դոլո լեզվից, որ բառն ենք փոխարինել X-ով։ Որ բառն ենք փոխարինել X-ով։ Ըստ կատակի, երբ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին հարցրել են, թե ինչ գիտի X-ի մասին, նա պատասխանել է, որ X-ն հարավ-արևելյան նահանգներից մեկն է։ Իրականում X բառը գալիս է Քենիայում տարածված դոլո լեզվից, որ բառն ենք փոխարինել X-ով։ Չունեք պատասխան։ Ձեր պատասխանը Օբամա։ 4-3։ Խաղը լքում է Դոլուխանյան Վլադիմիրը։
4-3 ուշադրություն նկարով հարց։ Չինարենում այս հայտնի արտահայտությունը հնչում է այսպես. Go Chan։ Նշեք դրա անգլերեն տարբերակը։ Չինարենում այս հայտնի արտահայտությունը հնչում է այսպես. Go Chan։ Նշեք դրա անգլերեն տարբերակը։ Ունեք երկուստ էլ պատասխան։ Շատ լավ։ 3+2 Դերասան Ջեկի Չան։ Ջեկի Չանի մասին է խոսքը։ Rest in peace, նմանեցնելով մահացած մարդու։ Rest in peace։ Իսկ իրականում made in China։ Խաղի արշիվը չի փոխվել, 4-3 հին ժամանակներում հավատում էին, որ եթե խնձորենին դադարում է պտուղ տալ, ապա պետք է մոտենալ նրան, սպառնալիքի խոսքեր արտահայտել եւ այդ առարկան թաղել նրա տակ, որ առարկայի մասին է խոսքը։ Հին ժամանակներում հավատում էին, որ եթե խնձորենին դադարում է պտուղ տալ, ապա պետք է մոտենալ նրան, սպառնալիքների տարափ հղել եւ այդ առարկան թաղել նրա տակ, որ առարկայի մասին է խոսքը։ Ընդունելու եմ գրած առաջին պատասխանը։ Եթե նույնիսկ ճիշտ պատասխանը լինի, ապա այն չեմ ընդունելու։ Տասավարկեմ։ Ժամանակ։ Սկսենք ձեզնից։ Մկրատ։ Մկրատ։ Կացին կամ այդ կտրող առարկա։ Ձեր բախտը բերել է, որ սկզբից գրել եք կացին։ 4-4։ Եթե գրեիք սղոց կամ կացին, ես սխալ է հաշվելու։ Խաղը լքում է Ահարոնյան Վահրամը եւ մնում են աղջիկներով։ Մարտարվեստի չինացի վարպետը ասել է. Կռիվը հիմարների համար է։ Հաղթանակը խելացի մարդկանց, իսկ ինչն է իմաստունների համար։ Մարտարվեստի չինացի վարպետը ասել է. Կռիվը հիմարների համար է, հաղթանակը խելացի մարդկանց, իսկ ինչն է իմաստունների համար։ Երկուստ էլ ունեք պատասխան, թե ժամանակը թողեմ գնա։ Ունենք։ Չէ, դուք ունեք պատասխան։ Ահա, բայց կարիք է։ Դե թող գնա։ Լավ։ Վերջ, շատ լավ։ Սկսենք ձեզնից 3+2, ըստ ձեզ։ Ըստ ինձ մարտարվեստի մշակումը։ Մարտարվեստի մշակումը։ Մարզելը։ Մարզելը։ Մարտարվեստի չինացի վարպետը ասել է. կռվելը հիմարների համար է, հաղթանակը խելացի մարդկանց, խաղաղությունը իմաստունների համար։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Խաղում ենք միջև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Նկարով հարց։ Այստեղ բոլորը դատավորներ են։ Ինչ է խորհրդանշում այս պաստառը։ Ինչ ենք մենք ձեզանից թաքցրել։ Ինչ ենք մենք ձեզանից թաքցրել։
Ինչ ենք մենք ձեզանից թաքցրել։ Տասվարկեմ։ Չունեք պատասխան։ Չունենք։ Ձեր պատասխանը։ Facebook-ի լոգոն երևի է, ենթադրելով, որ այնտեղ Ձեր պատասխանը պարզ է։ Խոսքն իհարկե Facebook-ի լոգոտիպի մասին է։ 5-4 բավականին հետաքրքիր եւ պայքարով լի եզրափակում, որտեղ խաղում էին 3+2 եւ Բեսարաբիայի հայտնի ուրվականները թիմերը, Բեսարաբիայի հայտնի ուրվականներին հաջողվեց հաղթել։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ հետաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախյան հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եք։